Ես սիրում եմ, ես ապրում, ես ափսոսում եմ, ես հպարտանում եմ, ես կարող եմ, ես արտասվում, ես չեմ ների, ես կուզեի դառնալ ես։ Այսօր 25 անգամ պետք է նախադասությունը սկսել և շարունակել եսով։ Ես ծնվել եմ Գյումրիում, ամբողջ կյանքում եղել եմ սպորտի մեջ, էությամբ սպորտսմեն, հանգիստ մարդ եմ, բայց միայն արտակնապես, իմ էությամբ մեջ միշտ փոթորիկներ են, չգիտես ինչի, բայց ինձ համարում եմ տեսակով ֆլեգմատիկ և էլ ինչ կարող եմ ասել, ես եմ իմ թերություններով ու առավելություններով, ինչպես ուզում եք ընդունեք, այո, թույլ կողմերով և ուժեղ։ Դե դեռ կհասցնենք պարզել թույլ և ուժեղ կողմերը, բայց ես գիտեմ, որ տարբերություն են մարդիկ դնում Գյումրի և լենինական ասելով։ Կա նման բան ձեր մոտ, ձեր զգացողության մեջ։ Իրականում ես ծնվել եմ լենինականում, ես չգիտեմ ինչքանով է տարբերությունը, քանի որ չեմ ճանաչել այն ժամանակ ապրած մարդկանց, պես բնավորությունների տարբերությունը, որովհետև 2 տարեկան է, երբ փոխվեց Գյումրի, այո։ Պես մեծացել եմ, կարծում եմ այդպես շատ տարբերություն չի լինի։ Նորաթուխ լենինականյան բանում։ Այո, այդպես մեծացել։ Այո, ես սիրում եմ, սկսենք։ Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, իրենց պարզ ու բարդ էություններով, սիրում եմ մեծ քաղաքներ, սիրում եմ վերելքների ու վայրեջքների ադրենալինը և երևի այսքանը դեռ։ Իսկ մեծ քաղաք ինչքան մեծ քաղաք, ուզում եմ պատկերացնել։ Ես շարժ եմ սիրում, շարժում։ Ասենք Նյու Յորքը ձեզ համար հասկանալի քաղաք է։ Երևանն էլ, ինչու չեմ։ Այո, հասկացա։ Իսկ ինչ չեք սիրում, ես չեմ սիրում։ Ես չեմ սիրում կեղծիքը, ջերմությունը, որ թուլություն է որպես դիտվում, չեմ սիրում անձնական կյանքի մասին թեմաներ ընդհանրապես, որ խոսում են։ Բայց դուք կիզակետում եք, չէ՞, չեն կարող չխոսել։ Գիտեք, որպես այդպիսին ինձ հետաքրքիր է մարդու անցած ճանապարհը, անձնական կյանքը մի քիչ ընդհանրապես մարդուն քննարկել, որովհետև այնքան այլ հետաքրքիր թեմաներ կան կյանքում, որ դա ամենապրիմիտիվ թեման է։ Ես հիանում եմ, բացեք հիացմունքի բոլոր դռները։ Ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր իրենց մրցակցին, հակառակորդին հարգել գիտեն, իրենց ուժն ու արժեքները գնահատել և միևնույն ժամանակ առանց վախի պայքարել։ Այն մարդկանց, ովքեր միայն ազնիվ ճանապարհներով ու իրենց վրա աշխատելով են հաջողությունների հասնում, և այն մարդկանցով, ովքեր ընկնելուց հետո ժպիտով են բարձրանում։ Ես ատում եմ։ Ես ընդհանրապես աշխատում եմ իմ մեջ ատելություն չպահել, քանի որ այն վնասում է ու թունավորում է մեր ներքին աշխարհը, բայց այնուամենայնիվ ես ատում եմ անարդարությունը հատկապես թույլերի նկատմամբ։ Ես վախենում եմ։ Ես վախենում եմ չապրած կյանքի զգացողությունից։ Ես նաև վախենում եմ վերադառնալ այն պահը, երբ կորցրել է ինքս ինձ։ Հուսով եմ այդպիսի պահեր էլ չեն կրկնվի։ Ես ուզում եմ։ Դա եկանք հիմիկվա իմ նպատակներին ու երազանքներին։ Ես ուզում եմ, որ մեր գյուղի երեխաները ունենան հնարավորություն հենց իրենց գյուղերում իրականացնել իրենց երազանքները, մեծ երազելու ու հենց իրենց գյուղում հասնելու այն ամեն ինչին, ինչին ձգտում են, ունենան ընտրելու հնարավորություն։ Այլ ոչ թե փնտրեն, հեռանան, հա։ Դա ցավալի երևույթ է, այո։
Ես չեմ ուզում լինել այն մարդը, ով քայլ չարեց, բայց կարող էր անել, չփորձեց, բայց կարող էր փորձել։ Այդ զգացողությունով ապրելը սարսափելի է։ Ես ափսոսում եմ։ Աշխատում եմ չափսոսել որևէ մի բանի համար, բայց ափսոսում եմ այն պահերի համար, երբ ինքս ինձ չեմ հավատացել։ Գիտեք, հաջորդ հարցը հաստատ ձեզ համար չի գրված, բայց պետք է լինի։ Ես կարող եմ։ Ես կարող եմ լռել, երբ պետք է։ Կարող եմ չչարանալ։ Ու ես գտնում եմ, որ ոչ միայն ես, բոլորը կարող են անել այն, ինչ իրենք ուզում են։ Ես հպարտանում եմ։ Ես հպարտանում եմ այն մարդկանցով ու իմ ընկերներով, ովքեր արժեք են ստեղծել, իրենց անցած արժանապատիվ ճանապարհով կարողանում են այդ արժեքը փոխանցել եւ գնահատել դիմացինի արժեքները։ Դա շատ վեհ զգացողություն է, ուրախ եմ, որ իմ շուրջը կան այդպիսի շատ մարդիկ։ Ինչու՞ չէ նաև ես ոչ թե հպարտանում եմ, այլ հպարտեմ իմ անցած ճանապարհով, որ այսօր թեկուզ մեկ երեխա կարող է ասել ես կուզենամ լինեմ Նազիկի պես, որը նաև չափից դուրս պարտավորեցնող է։ Կարծում եմ մեկը չէ, շատերն են այդպես մտածում, բայց հիմա մանկության հետ կապված, թերևս դա միշտ մանկության ժամանակ է լինում։ Ես կուզեի դառնալ։ Ես կուզեի դառնալ այն մարդը, ով շատերի համար հնարավորություն կստեղծի հասնել իրենց երազանքներին, առանց աղմուկի։ Եվ շատերին կօգնի հավատալ իրենք իրենց։ Հիմա վերհիշելով մեր իմացյալ ողջ քաղաքակրթական դաշտը, կարող եք ընտրել ցանկացած ժամանակաշրջանից, ցանկացած քանակությամբ մարդկանց եւ ասել, թե ում հետ կցանկանայիք ճաշել։ Գիտեք, այդպես պատասխանեմ երևի։ Ես կուզենայի ճաշել մի 15 տարեկան աղջկա հետ, ով նեղված է չիմանալով, որ ապագան իրենն է։ Իսկ տարիներ անց կուզեի ճաշել նույն աղջկա հետ, ով արդեն կայացած կին է, հասել է բարձունքների, առաջին դեպքում երևի ես կխոսեի, իսկ երկրորդ դեպքում ինքը։ Երկրորդ մարդը, ում հետ կուզենայի ճաշել, դա այն մարդն է, որ ապրել է արժանապատիվ, բայց նա խոսեր ոչ թե հաջողություններից, այլ ճակատագրից։ Դա վերացական մարդիկ են, թե ձեր մտքում դուք տեսնում եք այդ մարդկանց։ Առաջինի դեպքում տեսնում եմ։ Ես էլ տեսա։ Երկրորդը չտեսա։ Որովհետև այդ մարդիկ շատ կարող են լինել ու շատ ուրախ կլինեն, որ շատ լինեն, որովհետև մեզ հիմա շատ անհրաժեշտ է հասարակության մեջ այն կարծիքը, որ արժանապատիվ ապրելով ու ճիշտ ապրելով, ազնիվ ձևով մարդ կարող է հասնել մեծ բարձունքների, անցնել լուրջ, դժվար ճանապարհ, բայց պահելով իր արժեքները։ Պետք է շարունակել ինձ համար տղամարդը եւ շարունակեք, ինչ կարծիք ունեք, կամ ինչպեսին պետք է լինի։ Ինձ համար տղամարդը ուժեղության եւ նրբության, հումորի եւ զսպվածության համատեղությունն է, պետք է ունենա անպայման պատասխանատվության զգացում նախ ինքնիր, խոսքի, գործի ընդհանրապես ինքնիր նկատմամբ եւ ունենա արժանապատվություն։ Ես չեմ կարող դավաճանել իմ արժեքներին, նաև ապրել միապաղաղության մեջ։ Ես այդտեղ կորցնում եմ ինձ, էությամբ մեռնում եմ։ Միապաղաղությունը ինձ համար սարսափելի է, այո։ Շարժում, այո։ Այո։ Եվ ինքներդ եք նաև այդ շարժման հրահրիչը ձեր շրջապատում։ Ինչ որտեղ այո։ Ահա։ Ու ես զգում եմ, որ ոնց որ կյանքը իմ կողքից անցնի, երբ որ ես շատ եմ տանը մնում։ Լավ միտք էր։
Ես երազում եմ այդ դեպքում որպես այս շարժման ընթացք։ Ես դա երևի կպատասխանեմ կարճ, որովհետև նորից կապված է իմ ներկա ու շատ կարևոր իմ ամենամեծ երազանքի հետ ու նպատակի հետ։ Ես երազում եմ, որ մեր գյուղերում երեխաներն ունենան ընտրելու հնարավորություն։ Կարծես թե ինչ-որ փակագծերի կարիք կա, թե չեք ուզում ասել։ Ընթացքում կարող է բացվի։ Այո։ Ես չեմ մոռանա։ Ընդհանրապես ես մարզերում շատ հանդիպումներ եմ ունենում երեխաների հետ, մարզիկների հետ ու իրենց ծնողների հետ։ Ու ես չեմ մոռանում այն ծնողների հայացքը, ովքեր ինձ ասել են իմ երեխան լավ սպորտսմեն կլիներ, եթե հնարավորություն ունենանք մենք այստեղ, դա ինձ անընդհատ ուղեկցում է, որովհետև անընդհատ դրա մեջ եմ լինում։ Ու այդ միտքը ինձ կարելի է ասել չի թողնում ապրեմ լիարժեք իմ կյանքով։ Ես չեմ ների։ Ես չեմ ների դավաճանությունը ինքս իմ հանդեպ։ Ու ես չեմ ների ինձ, եթե մի օր դավաճանեմ իմ արժեքներին։ Ես ստել եմ։ Ես ստել եմ այն ժամանակ, երբ որ ասել եմ ամեն ինչ լավ է, երբ որ այդքան էլ այդպես չէր։ Մեղմ ասած։ Ես արտասվել եմ։ Ես հաճախակի չեմ արտասվում, բայց այնուամենայնիվ հիշում եմ, որ արտասվել եմ անզորությունից, պահ է եղել, որ արտասվել եմ, այո, բարձր ու միայնակ, որպեսզի ոչ մեկ չլսի, եւ կարծում եմ դա բերում է հանգստության։ Մեկ-մեկ դա մարդը պետք է։ Անհրաժեշտ է։ Այո, միանշանակ։ Եվ լավ, երևի այդքան է։ Չէ, շատ երկար եմ։ Ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ իմ մանկությունը, իմ մանկության խաղերը, այն նազին, որ միամիտ ու բաց աչքերով այդպես նայում էր աշխարհին ու մտածում, որ ամեն ինչ հեշտ է։ Կարելի ասել շատ բան հիմա չի փոխվել, բայց դժվարություններին հիմա հասկանում եմ, որ այդքան էլ այդպես չէր, բայց ես կարոտում եմ մեր մանկական միամտությունը։ Բայց ձեր խաղերից մի հատ ասեք, որ խաղերի մեջ էիք դուք ակտիվ։ Շատ էինք խաղում գնդակով խաղեր, իմ ամենասիրած խաղն էր, ոնց էին կոչում, տարբեր էին ասում։ Գործնագործ, այո։ Մենք ասում ենք բատերի որսորդ Գյումրիում։ Բատերի որսորդ։ Այո։ Դրա համար մի քիչ տարբեր տեղեր տարբեր են ասում։ Այդ աղմուկը, որ ծնողները պատուհաններից նայում էին ու բալետ անում իրենց երեխեքին։ Մի քանի շենքերից ինձ հավաքում խաղում էին երանելի օրեր։ Դե տեսեք, հիմա շատ բան է փոխվել։ Ինձ թվում է այսօրվա երեխաները չգիտեն այդ խաղը ընդհանրապես։ Բայց եւ ուրախությունից բակային խաղեր։ Բոլորը համակարգիչների մեջ են։ Այո, այդ իրոք ինչ որտեղ ցավալի երևույթ է, քանի որ երեխաներին պետք է ֆիզիկական շարժումը, բայց ուրախություն ինձ իմ տղան դուրս է գալիս իրենց բակի երեխաների հետ, մեկ-մեկ գնում, նստում, նայում եմ, թե ոնց է խաղում ու ինչ որտեղ նաև վայելում եմ, քանի որ հիմա շատ քիչ է դա։ Կյանքը պետք է շարունակել։ Կյանքը դա ինքն իրենով հնարավորություն է։ Կյանքը թեկուզ նաև միայն ապրելու համար է։ Կյանքը երջանիկ լինելու համար է։ Ինձ համար ամենայն դեպս կյանքը ինչու՞ չէ նաև հնարավորություն է արժեքներ թողնելու։ Դա մեծ հնարավորություն է։ Ու մարդիկ այս կյանք են գալիս յուրաքանչյուրն իր առաքելությամբ ու հենց այդտեղ է հնարավորությունը ու կարծում եմ մարդիկ հենց այդտեղ են երջանիկ լինում, երբ որ գտնում են իրենց կյանքում ու գնում իրենց առաքելության հետևից։ Իսկ դա պայքար է, թե ուղղակի քեֆ ուրախություն։ Գիտեք, այդպես որ ասենք կյանքը պայքար է, այո, ինքնին պայքար է։ Բայց այդ պայքարը կարող է լինել, շատ մարդիկ տարբեր կարող են անցնել այդ ամեն ինչի միջով։ Եթե մենք հասկանանք, որ այդ պայքարը կյանքի մի մասն է ու առանց դրանց հետաքրքիր չէ,
առանց դժվարությունների, առանց խոչընդոտների, առանց պայքարելու մենք մնում ենք նույն տեղում, ընդհանրապես չենք աճում, հենց դա մեզ հնարավորությունն է կյանքը ինչ որտեղ ճանաչելու, կյանքում ինչ որտեղ մեզ գտնելու, ու եթե դա մենք այդպես ընկալում ենք, պայքարը միանշանակ պայքար է, բայց պետք է վայելել դա, չէ որ դու հնարավորություն ունես պայքարելու։ Այո։ Ես ամաչել եմ։ Ես ամաչել եմ այն պահերի համար, երբ որ ուրիշին խորհուրդ էի տալիս ուժեղ լինել, բայց ես ինքս այդպեսին չէի ներսում։ Ու հետո հասկանում եմ, որ հենց դա հասկացել եմ, որ հենց դա է թուլացնում մարդուն։ Իրոք ես շատ պահի տակ շատ վատ եմ զգացել այդ զգացողությունն ունենալուց։ Այսինքն կեղծել ինքդ քեզ։ Մեր հաջորդ հարցը այսպես բացահայտ ես չէ, բայց ենթադրում եմ, որ դուք եք պետք է ավելացնել մի քանի թիվ 5, 6, 7 եւ ասել ինձ անհրաժեշտ է այսքան գումար։ Գումար։ Այո։ Ինձ շատ մեծ գումար է անհրաժեշտ։ Ավելի չեմ կոնկրետ կարող ասել։ Թիվը չեմ կարող ասել։ Մոտավորապես Մոտավորապես 6-0, 7-0, 8-0 ինչ որտեղ նաև 7-8-0, որովհետև ինձ պետք չի գումար ինձ լավ զգալու համար։ Այո, դե նպատակը իրականացնենք, չէ՞։ Այո, հնարավորության տեսքով եւ ինձ պետք են մարդիկ, ովքեր հավատում են լավին, որպեսզի այդ գումարով մենք իրականացնենք այն ծրագրերը, որը տանելու է ինչ որտեղ նաև իմ բնագավառում մեր երկիրը ավելի տանելու է զարգացման, կոնկրետ սպորտի բնագավառում, այդ դրա համար է անհրաժեշտ։ Իհարկե ես պատկերացնում եմ, որ դա գուցե դժվար է թիվ ասել, բայց դուք հաստատ գիտեք ինչքան պետք կլինի։ Կարող եմ այո անկեղծ ասել, առաջին նախագծից համար մոտավորապես $3 միլիոն։ Հրաշալի, այդպես էլ գրանցեցինք։ Ուստի շարունակություն, ես 20 տարի անց։ Ես 20 տարի անց ուզում եմ ունենալ ուժեղ մայրերի մի սերունդ, ովքեր մեծացրել են ու դաստիարակել են առաջնորդներ։ Ես կուզեի ապրել քանի տարի։ Տարի։ Քանի տարի։ Այդպես չեմ կարող նշել, բայց կուզեի ապրել այնքան, որ կարողանայի այնպիսի մի բան անել, որ ինձանից հետո իմ գործը ապրի։ Ապրել ափսոսանքի զգացում չունենալով եւ ապրել այնքան, որ հասցնեմ ապրեմ։ Իմ նպատակները հասցնեմ անել, քանի որ հենց դա եմ համարում իմ կյանքի իմաստը։ Հրաշալի, շնորհակալություն։ Այժմ մենք անակնկալ ընծաներ ունենք ձեզ փոխանցելու։ Մեր գործընկերների, բարեկամների, լավ գործարարների համահոտը իմացող Կարասգինիների գործարանի ռեզերվ կարասը հատուկ ձեզ նվեր։ Շնորհակալ եմ։ Այո։ Եվ մեր գլխավոր հովանավորը, ես չէի տեսել, դուք էլ չեք տեսել։ Converse բանկը եւ արտիստ Տիգրան Համալբաշյանը հատուկ ձեզ համար ձեր եսի տարբեր կողմերի նման մի պատկեր է պատրաստել։ Այս ինչ է տակշքիլ է։ Եվ դեռ շատ այնտեղ հետաքրքիր բաներ կան, որը կտեսնեք, եւ իդեպ ասեմ, որ նույն ձևի դուք կարող եք դառնալ Converse բանկի քարտապան պրեմիում դասի, կունենաք ձեր անձնական մենեջերը, որը օնլայն եւ օֆլայն կօգնի տնօրինելու այն 3 միլիոնը ճիշտ
ամուր հավասար ձեռքերով։ Շնորհակալ եմ։ Converse բանկի պրեմիում մասնաճյուղի հաճախորդների ֆինանսական ուղեկիցը կդառնան անհատական մենեջերները։ Նրանք հաճախորդների սպասարկումը կիրականացնեն ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն ռեժիմով։